Ամեն դեպքում դա հասանելի չէ դեռևս մեզ դիտողներին։ Մի քանի շեշտադրումներ արեցիք, մասնավորապես Փաշինյանին է պատկանում օդից կախված լուրերի հեղինակային իրավունքը եւ փաստերով մատնանշեցիք։ Ըստ ձեր ելույթին կանդրադառնաք նաեւ այստեղ մեզ համար։ Այո, ամբողջ հրապարակումը արված է հենց իր ոճով, իր վերջի ստատուսների, դրանից առաջ իր գործնեության, իր հռետորաբանության ոճով, հա, այդ նույն օդից կախված լուրերի շարքը, դրա հեղինակային իրավունքը իրեն էր պատկանում եւ բոլորը հիշում են, թե երկար տարիներ ազգային ժողովի նույնիսկ ամբիոնից ինչքան տեղեկություններ է հրապարակել ինքը, ընդ որում հստակ տվյալներ է հրապարակել, որոնք հետո իրականություն չեն դարձել, չեն հաստատվել կամ դրանց հետևից ուղղակի մարդիկ չեն գնացել, չեն բան արել։ 18 թվականին հեղափոխության օրերին 1000 մի բան էր ասում, չէ, արագաչափերը բանինն են, Սերժինն են, Սաշիկը 50-50 է, այսինչը 1000 մի բան ու դրանցից 8 տարի իշխանության մեջ լինելով ոչ քրեական գործեր հարուցվեցին, ոչ ապացուցվեցին, ոչ հաստատվեցին այդ բոլոր ասածները եւ առհասարակ այնքան սուտ, կեղծիք, ինչքան Նիկոլ Փաշինյանն է հրապարակել, դժվար է պատկերացնել, որ Հայաստանի պատմության մեջ որևէ մեկը հրապարակած կլինի, բայց ինքը դիմել է դատարան մի հատ հեգնական, մի հատ հրապարակախոսական, մի հատ թեթև ոճի մեջ գրված հրապարակման առիթով, որտեղ որ իբր թե իր արժանապատվությունը վիրավորված է կամ իրեն, չգիտեմ, զրպարտել են ինչ-որ տեղեկությունների համար։ Հիմա մենք կարող ենք ասել, օրինակ, որ ինքը գրում էր Արշակ Սրբազան քեռակնոջը, չգիտեմ, էս արեցիր, բանը փորձաքննությունը ցույց տվեց, չէ՞ որ չկա նման բան կեղծված տեսանյութ է կամ օրինակ սրբազաններին ասում են մանկապիղ, չէ՞, ինքը կինը ազգային ժողովի նախագահը բոլորը հերթով այդ բանը ասել են, կա գոնե մեկ օրինակ, որ մանկապիղ որևէ սրբազան գոյություն ունի Հայաստանում։ Նաև այս սրա համատեքստում Տիկին Օհանյան, արդյոք այս հայցը այն մասին է, որ այնինչ կարելի է իրեն, ինչ կարելի է ձևսին, չի կարելի։ Այո, ես հենց տենց սկսեցի իմ ելույթը, ասացի, որ այս մենք քննարկում ենք հիմա մենակ մի հարց, թե այնինչ ինձ կարելի է, ձեզ չի կարելի, ոչ մեկից չի կարելի։ Ինքը ինչ է ասում է, ես իրավունք ունեմ ցանկացած մեկի հասցեին անպատասխանատու հայտարարություններ անեմ, զրպարտություններ տարածեմ, կեղծիքներ տարածեմ, բայց ես դրա իրավունք ունեմ, իսկ այլ լրատվամիջոցը հարցադրումներ անելու իրավունք չունի։ Իսկ ինչ ենք արել մենք ընդհանրապես, մի հատ վերնագրի մեջ հարցականով հարց ենք տվել իրեն եւ մեջ շարադրել ենք ինչ-որ տեղեկություններ եւ ավարտել ենք հենց իր ոճով, որ դու պիտի չլռես, ոնց որ ինքն էր գրում, չէ՞, դուք իրավունք չունեք լռելու, դուք պիտի պատասխանեք այս հարցադրումներին։ Ընդհանրապես ես ինչու է հիշեցի դատարանում այդ 4-րդ իշխանության այդ հայտնի շարքը, որ անում է, երազների շարքը։ Հիմա նույն հաջողությամբ կարող են այդ երազների ցանկացած մեկը դիմել մեկը դատարան, բերի դատական քննության եւ ասի, որ այսպես բան չի երազ, չի տեսե մարդը, այսպիսի բան գոյություն չունի, հա, այսինքն ամեն հումորի, պամֆլետի, ամեն հռետորական հարցադրման, հրապարակախոսական նյութի հետ կապված գալ, եւ որ ավելի վատ հետևանք կարող է ունենալ, ես դատավորին էլ ասացի, որ դուք եթե հարց տված հարցին հարցը դիտեք որպես զրպարտություն, դուք այլևս կզրկեք մեր լրագրողներին հարց տալու իրավունքից, որտեղ ի վերջո մենք ինչ ենք անում, մենք 1000 տեղեկություն ենք, չէ, օրվա մեջ ստանում, եւ այդ տեղեկությունները ինչ որ ձևով հաստատելու, հերքելու միակ հնարավորությունը տվյալ անձին հարց ուղղելն է։ Եթե մենք այդ հարցը ուղղելուց էլ պիտի վախենանք, մտածենք, որ եթե այդ հարցը բարձրաձայնենք, հետո այդ մարդը գդիմի դատարան կասի, որ հարցի մեջ դուք տեղեկություն եք հրապարակել, հարցը զրպարտչական բնույթի է։ Դա մի հատ նախայտարակ նախադեպ կստեղծվի։ Լրատվամիջոցների դեմ մեծ իմաստով։ Այո, եւ իմիջայլոց իր ներկայացուցիչ այդ փաստաբան տղան, որը Գրիգոր Մինասյանի գրասենյակի ներկայացուցիչն է, հա, իրենք են ստանձնել Նիկոլ Փաշինյանի պաշտպանությունը եւ այսպես շատ վատ են պաշտպանում ըստ էության, որտեղ երևի համոզված են, որ վարչապետի պաշտոնում գտնվող անձի դեմ հոդատանը վճիռ չի կայացնելու։ Իր ելույթում ասաց, չէ, որ ասում է հրապարակոր լիքը ուրիշ քննադատական հոդվածներով է հանդես գալիս, բայց տեսեք Նիկոլ Փաշինյանը այդ հոդվածների համար չի մի դիմում դատարան, դիմում է սրան։ Այդ ակնհայտ է, չէ, որ նպատակը այդ է, որ քննադատական հոդվածների դեմը առնեն, փակեն լրագրողների բերանը, ցույց տան, որ այսինքն մի հատ ուրիշ անմեղ մի հոդվածով մենք կդիմենք դատարան, ձեր վրա, չգիտեմ ինչքան տուգանք կդնենք, ձեզ կտանենք, կբերենք, արդեն քանի ամիս է գալիս է մեզ դատարան, իմ գործը թողած,
թերթը խմբագրելու գործը թողած, ես իմ ժամանակից, իմ թանկ ժամանակից ծախսում եմ, գալիս եմ այս հիմար անիմաստ process-ի մեջ եմ, չէ՞, ինչքան ժամանակ։ Եթե նախկինում Փաշինյանի, այսպես ինչպես դուք ձևակերպեցիք, բերանը փակող չի եղել, ստացվում է մենք ավելի ժողովրդավար երկրում ենք ապրել մինչև 2018-ը, քան այսօր։ Այո, ես դա տանում էլ ասացի, ասի, որ ես 40 մոտ 30 տարուց ավելի լրագրող եմ, ես միշտ նույն ձևով եմ աշխատել, ոնց որ հիմա, միշտ նույն վստահությամբ, նույն համարձակությամբ գրել ենք մենք եւ որևէ մեկը որևէ ձևով մեզ չի կարողացել մեզ սահմանափակի մեր իրավունքները։ Եվ գիտեք, ես ինչու մեջ բերեցի Լևոն Պետրոսյանի խոսքերը, որ ասում է, որ ոչ մի երկրի նախկին նախագահ, վարչապետ, նույնիսկ ներկա նախագահ, նախկին նախագահ ոչ մեկը չպիտի իրեն թույլ տա դիմի դատարան։ Եվ իրոք էլ չեն դիմել ոչ մեկը, որովհետեւ համարել են, որ համարժեք չեն ուժերը։ Իրենք շատ ավելի այլ դիրքում են, քան լրատվամիջոցները եւ չի կարելի այսօր լրատվամիջոցների նկատմամբ տենց ճնշում գործադրել։ Տիկին Օհանյան, այնուամենայնիվ հաշվի առնելով, թե ինչպես ընթացան դատական նիստերը, թե ինչ բռնաճնշումների փուլում են գտնվում ենք այսօր, ինչ եք ակնկալում դատարանից։ Դե Չեմ ուզում վատ բան ասել, որտեվ քանի դեռ վճիռը չկա, այդպես մի հույսի տեղ թողենք, մի փոքր շանս տանք դատավորին, մանավանդ որ կին դատավորը եւ ես միշտ ասել եմ, որ կանայք շատ ավելի համարձակ են մեր երկրում, քան տղամարդիկ։ Կարող է մարդը իր մեջ համարձակություն գտնել եւ մերժել այդ հայցը։ Բայց տեսնելով դատական համակարգի վիճակը, այդ տրկացվածությունը, այդ հնազանդությունը, թե ոնց են, ասենք, մի կես խոսքի համար մարդուն կալանավորում են, հիմա ուր մնաց թե հոդվածի համար մեր դեմ վճիռ չկայացնեն, հա, մի քիչ հավանական եմ համարում, որ կմերժի հայցը, հուսանք էլի, սպասենք, գուցե մարդս մեկ էլ տեսար, առաջի ծիծեռնակը լինի հրապարակի գործը։